Երեկվանից հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքը, որն իր շքեղությամբ և ջերմ մթնոլորտով դարձավ տարվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը, սակայն մի հետաքրքիր հանգամանք նույնպես հանրության աչքից չի վրիպել։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Գևորգ Մկրտչյանն ու Քրիստի Հովհաննիսյանն ամուսնացան, նրանց հարսանիքը նույնպես բավական մեծ ուշադրություն գրավեց, հատկապես «Կույր աշխարհ» սերիալի երկրպագուների շրջանում, քանի որ սերիալի ընթացքում Գևորգն ու Ռոզան, նաև Քրիստին նկարահանվում էին «Կույր աշխարհ» հեռուստասերիալում և ունեին բավականին մտերմիկ հարաբերություններ։ Հենց այս մտերմության ֆոնին էլ շատերի համար անսպասելի էր, որ Ռոզա Դավթյանը հրավիրված չէր Գևորգի և Քրիստիի հարսանիքին։ Դերասանուհին իր զգացմունքները չէր թաքցրել և ինստագրամյան գրառմամբ նշել էր, որ այս փաստն իրեն շատ տարօրինակ էր թվացել։ Ռոզան չէր մեղադրել, չէր դատապարտել, բայց ընդգծել էր, որ նման իրավիճակները պարզապես հիասթափություն են առաջացնում։ Իսկ Գևորգ Մկրտչյանն ու Քրիստի Հովհաննիսյանը երկար ժամանակ լռում էին այս թեմայի շուրջ, խուսափելով որևէ բացահայտ մեկնաբանությունից։ Միայն ընդամենը օրեր առաջ նրանցից մեկն ամփոփ կերպով նշեց, որ իրականում Ռոզայի հետ այնքան էլ մտերիմ չեն եղել, որքան շատերին կարող էր թվալ, նրանց մտերմությունն ավելի շատ կապված էր համատեղ աշխատանքի հետ։ Քրիստին տվեց ընդհանրապես խուսափողական պատասխան այս հարցին։ Իսկ ահա Ռոզա Դավթյանի հարսանիքին Գևորգ Մկրտչյանն ու Քրիստի Հովհաննիսյանը չկային հրավիրվածների շարքում։ Շատերն արդեն համարեցին, որ այս կերպ Ռոզան տվել է իր հանգիստ և արժանապատիվ պատասխանը, ցույց տալով, որ փոխադարձությունը կարևոր սկզբունք է նրա համար։ Հարսանեկան հրավիրվածների ցանկում կային այն մարդիկ, ովքեր իրականում նրա կողքին էին, կիսում էին նրա ուրախությունը և անկեղծորեն սրտացավ էին նրա կյանքի կարևորագույն օրվա նկատմամբ։ Այս իրավիճակը դարձյալ քննարկումների առիթ տվեց սոցիալական ցանցերում։ Շատերը նշում էին, որ կյանքում երբեմն անհրաժեշտ է ընդունել մարդկանց իրական վերաբերմունքը և համապատասխանաբար ձևավորել քո շրջապատն առանց ավելորդ սպասումների։ Վերջիվերջո Ռոզա Դավթյանի հարսանիքը դարձավ ոչ միայն սիրո և երջանկության տոն, այլև իսկական չափանիշ, թե ով է իսկապես կողքիդ, երբ դու ամենից շատ ցանկանում ես կիսել քո երջանկությունը։ Բացի Գևորգ Մկրտչյանի և Քրիստի Հովհաննիսյանի բացակայությունից, Ռոզա Դավթյանի հարսանիքին նկատելի էին նաև մի շարք այլ հայտնի դեմքերի բացակայությունը, ինչը նույնպես քննարկումների թեմա դարձավ հասարակության շրջանում։ Մասնավորապես հարսանիքին ներկա չէին «Վերջին զանգը» և «Կույր աշխարհ» սերիալների դերասանուհիներ Էլենա Սատրյանը, Անի Քոչարյանը, ինչպես նաև սիրված դերասանուհի Էմմա Մանուկյանն, ով մարմնավորում է Անգելինայի մայրիկին «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Հատկանշական է, որ Էմմա Մանուկյանը 3 ներկայացում ուներ թատրոնում, ինչը համարվեց բացակայության հիմնական պատճառը, սակայն մյուսների բացակայության պատճառները դեռ պարզ չեն դարձել։ Իր ներկայությամբ չէր փայլում նաև դերասան Ստեփան Ղամբարյանը, ևս մեկ կարևոր անուն «Վերջին զանգը» սերիալից, որը նույնպես սերտորեն կապված էր նախագծի հիմնական դերակատարների հետ։ Արդյոք ներկա էր, սակայն տեսանյութերում չէր երևում, թե բացակայում էր, դեռ պարզ չէ։ Բազմաթիվ երկրպագուներ նկատեցին, որ չնայած այս բացակայություններին, Ռոզա Դավթյանի հարսանիքը լի էր ջերմությամբ, սիրով և անկեղծ հույզերով։ Հրավիրվածների թվում գերակշռում էին նրանք, ովքեր իրականում դերասանուհու կողքին են եղել ինչպես պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում, այնպես էլ կյանքում դժվար և ուրախ պահերին։ Իհարկե, սոցիալական ցանցերում քննարկվում էր նաև այն միտքը, որ տարօրինակ էր չտեսնել Ռոզայի կողքին այն մարդկանց, ում հետ տարիներ շարունակ տեսել էին նույն նախագծերում կամ ում հետ դերասանուհին կիսել էր անմոռանալի աշխատանքային պահեր։ Որոշ օգտատերեր նույնիսկ ենթադրեցին, որ Ռոզա Դավթյանը, լինելով չափազանց նուրբ և զգայուն անձնավորություն, պարզապես ցանկացել է իր կյանքի կարևորագույն օրը շրջապատվել ամենաանկեղծ մարդկանցով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբեմն իսկական կապերը ստուգվում են կյանքի ամենակարևոր պահերին, և Ռոզայի հարսանիքն էլ հենց այդպիսի պահեր լի իրական սիրո, ընտանեկան ջերմության և միայն նրանց ներկայությամբ, ովքեր իրական երջանկություն էին մաղթում նրան այս նոր ճանապարհին։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները դերասանուհու հարսանեկան արարողության մասին։
Ռոզա Դավթյանի հարսանիքի մանրամասներն ուշադիր մտածված էին, յուրաքանչյուր դետալ խոսում էր սիրո, ներդաշնակության ու գեղեցիկ հիշողություններ ստեղծելու ձգտման մասին։ Տարոսիկների ընտրությունը նույնպես բացառիկ ուշադրության էր արժանացել։ Այս անգամ ավանդական տարոսիկները նորաձև ու ստեղծագործ ձևով էին մատուցված, դրանք փոքրիկ նրբաճաշակ ավտոմեքենաների տեսքով էին։ Յուրաքանչյուր փոքրիկ մեքենա խորհրդանշում էր նոր կյանքի մեկնարկը, ճանապարհ դեպի սիրո, երջանկության և նոր արկածների աշխարհ։ Տարոսիկները պատրաստված էին շքեղ մանրուքներով, փայլուն նրբագեղությամբ և գեղեցիկ փաթեթավորմամբ։ Հյուրերը հիացմունքով էին ստանում այդ յուրահատուկ նվերները, նշելով, որ նման տարոսիկ տեսնելն իսկական նորություն է և հաճելի անակնկալ։ Իսկ տորթի ընտրությունը ևս խոսում էր ճաշակի և նրբության մասին։ Բազմահարկ շքեղ տորթերի փոխարեն Ռոզան և նրա ընտանիքը ընտրել էին համեստ, սակայն անչափ նուրբ ու բարձրորակ մի տորթ։ Ելակներով զարդարված սպիտակ տորթը համարձակորեն ու ներդաշնակորեն լրացնում էր երեկոյի ընդհանուր հմայքը։ Մաքուր սպիտակ կրեմը, թարմ և հյութալի ելակները ստեղծում էին ոչ միայն գեղարվեստական, այլ նաև շատ համեղ համադրություն։ Տորթը ոչ միայն գեղեցիկ տեսք ուներ, այլև նրա համը հիացրել էր բոլոր հյուրերին։ Յուրաքանչյուր կտորը թարմության, քնքշության ու բնական բաղադրիչների հաճելի համն էր փոխանցում։ Ռոզան ընտրել էր տորթ, որը ոչ թե պետք է պարզապես տպավորություն թողներ իր շքեղությամբ, այլ իսկապես վայելք դառնար հյուրերի համար։ Այս մանրուքներն իրենց հերթին ապացուցում էին, որ Ռոզայի հարսանիքում ամեն ինչ մտածված էր ոչ միայն արտաքին շքեղության, այլ նախևառաջ հոգևոր ջերմության, անկեղծության և իրական արժեքների շուրջ։ Հարսանիքի ընթացքում տարոսիկների և տորթի շուրջ ստեղծված հիացմունքն ու ջերմ խոսակցությունները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ այս օրը լինելու է ոչ միայն լուսանկարներում գեղեցիկ պահված, այլ նաև հիշողության մեջ փայլող և սրտում մշտապես ջերմություն պարգևող մի օր։ Ռոզայի ընտրած յուրաքանչյուր դետալ փաստում էր, որ ամենից առաջ կարևոր է սրտով կազմակերպել իրադարձությունը։ Տարոսիկների ավտոմեքենաները, ելակներով համեստ ու հաստատ համեղ տորթը դարձան այսօրվա ամենաքնքուշ և խորհրդանշական դրվագներից մեկը։ Ողջ երեկոն լի էր նման փոքր, բայց կարևոր դիպվածներով, որոնք միասին հյուսեցին անմոռանալի, հեքիաթային մի օր, որտեղ ամեն ժպիտ, ամեն նվեր ու ամեն կտոր տորթ բերում էր սեր, երջանկություն և մի նոր մեկնարկ Ռոզա Դավթյանի ու նրա սիրելիի կյանքի գեղեցիկ ճանապարհին։